Չիսլավյան գալ ստեղ լուրջ դեմքի արտահայտությունով, սենց բաներ անելով, իմջած ինչ եղավ Աղազարյանի եւ Ասլանյանի հետ ձեր բանակցությունը միացան իմպիչմենտին, այդ լուրջ դարակազմիկ բանակցությունը ինչով ավարտվեց։ Էլ չեմ ասում, իմպիչմենտ էի կանում 24 հոգի քվեարկեց, 34-ն չկարողացաք։ Այդ լրջությունը, որ սենց ուզում եք փոխանցեք, դուք ճիշտ եք անում, որ չեք գալի դահլիճ։ Հələ ստեղ գոնե ինչ որ բովանդակություն ունեցող ճանապարհ անցած այնուամենայնիվ ինչ որ միտք կա, դուք պետք է ամաչեք գաք ու ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Դուք պետք է լռեք, ձևանեք, որ այդ դուք չեք։ Մարդկա ասեք, թող բեղ պահի, կարողա չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում, մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տենց թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք այս խորհրդարանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք, իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք։ Սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։ Ամոթ է, էլի։ Հասկանում եմ տենց հասելով 91 թվի, եսին որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի։ Եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, բախի չեք գալի բանավեճի։ Ձեզ հարմար ժամանակ ես կխոսեմ, ես անպայման կխոսեմ եւ ամենացածր մակարդակի բոլոր 10 գոյություն ունեցող քաղաքական գործիչների ձեր ներկայացուցիչները, որ տարբեր մարդկանց բանի են, բանավեճի են կանչում, ձեզ թվում է դուք դրանով այդ խոսակցությունից փախնելու եք։ Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանը այստեղից ասում էր, դե փակուղի է։ Կարող է հնարում եմ, կարող է տենց չի եղել, Google search-ով կգտնես այդ ամեն ինչը։ Հա, ներողություն եմ խնդրում, կգտնեք այդ ամեն ինչը։ Ու այդ աճպարարության մասին խոսալուց նաև ուզում եմ մեր գործընկերներին հիշեմ։ Այդ որ ասում եք աճպարարություն, բառ փոխել, պարոն Արտուր Խաչատրյանը ստեղից ասում էր, ամիսներ առաջ ասում էր, ԱՄՆ նախագահ չի հանդիպել, չի տեսել, նույնիսկ չի ճանաչում, չեն կանչել, այսօր եկել ասում է, այո, ԱՄՆ նախագահի հետ վարչապետի հանդիպման կամ իսկ մեր ժամանակ բանը հանդիպել էր եւ այլ, տեղից մի խոսացեք։ Հա մեր ժամանակ հիմա ասում է, չեն ստորագրել, 3 հոգի չեն ստորագրել, 2 հոգի են ստորագրել։ Ժողովուրդ այդ աճպարարությունը թարգեք, ասում է մեկ անգամ պարոն Մինասյանը ասում է, ինչ ասեց, ասում է մի անգամյա ծորենի ակցիա է այդ Ալիևը անձամբ ձեզ է ասել, այն ինչ որ ես լսել եմ հետևյալը, ուղիղ խոսքով, որ ես ասել եմ, որ այս երկրի նախագահին խնդրել եմ, որ այլևս այդ բանը չկա եւ առաջինը անցելա այս, եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կիսվեք, հերիքա փոխեք, այսօրվա ամբողջ բանաձևի խոսակցության բովանդակության խնդիրը կանում է նրա մեջ, որ դուք ոչ մի լավ բան ոչ տեսնում եք, ոչ արձանագրում եք, բայց դա մեզ կարևոր չի, որովհետև մենք դրանով չէ, որ ընտրվելու ենք, դուք ձեր արած հայտարարության տակ եք մնում, դուք հետագայում չեք կարողանալու գաք ասեք, վայ, բա էս եղավ, վայ, բա էս փոխվեց, եւ այլը, այս ձեր խնդիրն է, այս ձեր մեծագույն խնդիրն է, եկեք ասեք լավ բան է եղել, եկեք ասեք հա, այս ինչ բանը ստացվեց, տենց բազմաթիվ օրինակներ կան, սահմանագծման բանը չի ստորագրվեց, պատերազմա, Քրիստինեն Վարդանյան գոռում էր, պատերազմա, ստեղ կանած գոռում էիք, պատերազմա, ես ընդից ասում եմ, ինչ ա եղել, խես ասում, ինչ որ ինֆորմացիոն, իդեպ Ղարաբաղի դրոշը դզեք, տենց ուղակի բանով չի, պետք է հոգ տանել այն բանի համար, որի համար պայքարում ես, շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, ես որ սկսում եք ելույթ ունենալ, մի հատ տենց ոչ ունեք, ինձ Միմինո ֆիլմն է հիշացնում, այն որ այսօր եկաք ասեք, գնացեք այս փողոցով անցեք եւ կտեսնեք այս փողոցում դրված անվանի այս մարդու, այն Միմինոյի մի հատ տեսարան կա, որ դատարանում դատի ժամանակ այն տուժած կողմը գալիս ասում է, դե ասում է, ես ամեն անգամ անցնում եմ Բագրատյոնի մետրոյի կողքով եւ աչքերս արցունք են լցվում։ Հիմա նույնպես նայում եմ ամբաստանյալների աթոռին եւ աչքերս կրկին 04 շրջաբերականի ազգային տարբերակն է, հա, գիտեք այդ շրջաբերականի մասին, կաշառակերությունն է, դա կոռուպցիայի եւ ֆեոդալական համակարգի երկիրն է, որտեղ կա ֆեոդալ, որը փող է ծախսում, երկիչ երկչույները փող են ստանում հարսանիքների ժամանակ, հələ մի քիչ էլ ավել են տալիս, հա, մնացածը
ինչ որ միջոցառումներ են կազմակերպում, այն մյուսը աշխատանք ունի այդ ֆեոդալի հաշվին, եւ այդ ֆեոդալական տենց պուճուր ֆեոդալիկների հավաքածու է, որը տենց իր մեծությամբ տենց որ երկիր է, այդ է արժեքային եւ բան համակարգը, իսկ իդեալի մեջ այդ ամբողջը համապարփակ, այտենց ինչ որ պարփակված է մի մեծ ավելի հետաքրքիր պետական միավորի մեջ, մի հատ մեծ ինչ որ դաշնության մեջ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է եկեղեցու խոսակցության մեջ, որ եկեղեցու կողքը կանգնած հայտարարած մարդիկ հիմնականում կաթոլիկ են եւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ են, այսինքն իրանք այնքան են կանգնած, որ այլ եկեղեցու ներկայացուցիչներ են եւ դրա մասին որևիցե մեկը չգիտես թե ինչու չի խոսում, բայց միևնույն ժամանակ այդ նույն անձնավորությունները, որոնք որ խոսում էին խմբակների մասին, որոնք հոխորտում էին Հայաստանի Հանրապետության հասցեին, հələ մի հատ պատկերացրեք, որ այն երկրում, որտեղ որ իրանք փող են աշխատում եւ բնակվում են, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, կես բերան մի հատ ասեին այն խմբակը, որ այսօր ղեկավարում է տառը ասեին, ինչ կլիներ իրանց հետ, ինչ կլիներ իրանց հետ, չէ, քանի վարկյան կտևեր, բայց Հայաստանում կարելի է ասել, չէ, Հայաստանում դե ժողովրդավարություն է, Հայաստանում ինչ ուզում ես ասում ես, կարելի է ասել, հետո կգան կհավաքվեն դատարանի մոտ եւ այլն եւ այլն։ Պարոն Գեգամ Մանուկյանը բանակից էր խոսում, պարոն Գեգամ Մանուկյանին եւ մեր գործընկերներին, որոնք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ որևիցե կապ ունեն, առաջարկում են բանակ բառը լսելիս ձև անել, որ իրանք դահլիճում չեն։ 2000-ից 2002 թվականին ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Սերան Օհանյանը առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր, այսինքն մի հատ ընդհանուր բուկետ էր սենց մի հատ լավ։ Ես կարող եմ ժամերով պատմել, թե ինչ էր կատարվում մեր բանակում։ Ինչպես էին մի հատ սրիկա ոչնչություն կար, որ կանգնում էր ճաշարանի դռան առջև եւ ռետինե բանով, մահակով 18 տարեկան երեխաներին, ովքեր որ մտնում էին հաց ուտելու, հարվածում էր, ուղակի էր հարվածում, ուղակի հարվածում էր, ուղակի, երեխեք եկել էին հաց ուտելու, մի հատ ուրիշ ոչնչություն, գիշերը որս էր կազմակերպում, զորամասը եւ քաղաքը բաժանում էր պուճուրիկ մի տարածք եւ գիշերը որոշ զինվորներ փորձում էին գնային քաղաք, հոկտեմբերյան քաղաք, ուշադրություն, ուտելիք հայթայթելու, պատկերացնում եք, ուտելիք հայթայթելու ամենայն պատասխանատվությամբ, իսկ այդ սրիկան դուրս էր գալի որսի, մի հատ այնց ջիպ մեքենա ուներ ու բռնում էր երեխաներին եւ ծեծելով բերում էր, իր համար դա զբաղմունք էր, ինքը իր բանը չէր կատարում, ինչ էին կերակրում, ինչ էին հագնում, այդ շորը որ հագնում էինք, հանելուց հետո շորը տպված էր վրեքս, շորը վրեքներս տպված էր, այդ նշ բաները, իսկ խմելու ջրի մասին